Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահականուշի խոհանոցում եք և ես անչափ ուրախ եմ և շնորհակալ։ Սիրելիներս, ինչպես տեսնում եք, այսօր ես պատրաստել եմ սմբուկով մի շատ հետաքրքիր ուտեստ, որը կզարդարի ցանկացած սեղան։ Դե ինչ, այժմ տեսնենք, թե ինչպես եմ պատրաստում այս ամենը։ Միջուկի համար, խճողակի համար մեզ անհրաժեշտ են այս մթերքները՝ գազար, սոխ, սխտոր, սունկ և մի կտոր հավի կրծքամիս։ Երևի արդեն սովորական ձևով դուք էլ արդեն պատկերացնում եք, մանր կտրտում եմ սոխը, կիսալուսնաձև բարակ շերտերի եմ վերածում, որը պիտի տապակեմ բուսայուղով։ Ասեմ, որ այս խճողակը դուք կարող եք պատրաստել նաև մի 2 օր շուտ, դնել սառնարան, որից հետո, երբ որ արդեն պետք կլինի սեղան մատուցել, դուք կարող եք շատ արագ սմբուկները տապակել և այս բոլոր գործողությունները միանգամից իրար հետևից առանց շտապելու կատարել։ Այժմ քերիչուի խոշոր ծակոտիներով անց եմ կացնում գազարը։ Սոխը արդեն կիսաեփ է, թափանցիկ է դարձել, ավելացնում եմ գազարը նույնպես պիտի տապակվի, թողնում ենք կրակին մի քանի րոպե, որից հետո ավելացնում եմ համեմունքները՝ սև պղպեղ, կարմիր պղպեղ, աղ և խմելի սունելի։ Դե ինչ, ինչպես տեսնում եք, արդեն գազարը նույնպես տապակված է, սոխի հետ խառնվել են իրար և այժմ այս խճողակը մեր ստացված դատարկում եմ ափսեի մեջ, որպեսզի հովանա։ Վերցնում եմ սունկը նույնպես մանր կտրտում եմ, որպեսզի խճողակը ավելի համասեռ ստացվի, ավելի հեշտ լինի ուտելը, որովհետև մեծ պատառներով կարծում եմ այնքան էլ հաճելի չէ և հյուրասիրելը և իհարկե ուտելը։ Այսպես կտրտում ենք ամբողջ սունկը, ոտիկները նույնպես կտրտում ենք մանր, մի կողմ չենք դնում, որովհետև էլի շատ համեղ են։ Այսպես մի փոքր բուսայուղով տապակում եմ ամբողջ սունկը, որպեսզի մի փոքր ինքը հյութը դուրս թողնի, փակում եմ կափարիչով 5 րոպե, ոչ ավելի, որից հետո արդեն առանց կափարիչի կսկսենք շարունակել եփել։ Այժմ կտրտում եմ հավի միսը։ Հավի միսը նույնպես մանր կտորների ենք վերածում, սա դուք կարող եք փոփոխել, երկարավուն, քրքրած, ինչպես ձեզ հարմար է։ Ես այս պահին այսպես եմ հարմար գտել, այս ձևով եմ ներկայացնում, բայց ամեն մեկս խոհանոցում մեր լուծումներն ունեն։ Ավելացնում եմ աղ, սև պղպեղ և քարի։ Հավը և սունկը քարի շատ են սիրում, քանի որ խմելի սունելի արդեն ունենք, գազարի մեջ այժմ ավելացնում եմ հավի կրծքամիսը, մանր կտրտած։ Մի փոքր սա էլ տապակում ենք, որ եփվածի համը կոտրվի, մի փոքր համերը խառնվեն իրար և մեր խճողակը գրեթե պատրաստ է։ Ավելացնում եմ գազարի զանգվածի վրա և թողնում ենք մի կողմ հանգստանալու։ Ասեմ, որ սա ես պատրաստեցի երեկոյան ժամի, երբ արդեն բավականին ուշ էր, իսկ վաղը կշարունակեմ պատրաստել ամբողջական մեր այս գեղեցիկ ուտեստը, այնպես որ թողնում ենք հանգստանա, սառչի, սառելուց հետո դնում ենք արդեն սառնարան։ Վերցրել եմ 3 սմբուկ, մաքրում ենք տերևներից, ինչպես սովորաբար պիտի մաքրենք, և սկսում ենք երկարավուն կտրտել։ Ինչքան հնարավոր է երկար սմբուկներ վերցրեք, որովհետև պատրաստելու ժամանակ դուք կտեսնեք, որ ինչքան երկար են սմբուկները, սմբուկի շերտերը, այնքան ավելի հեշտ է ստացվում այս ուտեստը գեղեցիկ ձևով պատրաստելը։ Շատ բարակ շերտերով ենք կտրտում, համարյա 3,5 սանտիմետր, գուցե 4 միլիմետր, չեմ կարող հստակ ասել, բայց ձեռքը սովորել է այդ ձևով
կտրելուն։ Այժմ դասավորում ենք ափսեի մեջ, մի թեթև աղ ենք անում և այսպես շերտը շերտի վրա հերթականությամբ մինչև վերջ դասավորում ենք և աղում։ Թողնում ենք մի 15-20 րոպե, մինչև որ աղը լավ ներծծվի սմբուկի մեջ, ջուրը սև դառնա, ջուրը դուրս թողնի և արդեն սկսում ենք սմբուկները տապակել։ Տապակում ենք այնպես, ինչպես տապակում ենք։ Հատուկ ձևեր չկան, հատուկ ինչ-որ միջոցներ չկան, բայց ասեմ, որ եթե նախապես մենք սմբուկները աղի մեջ ենք թողնում, տեսեք, բուսայուղը մինչև վերջ կարող է ձեզ ծառայել, այլևս ոչ մի գրամ բուսայուղ չեք ավելացնում, իսկ հակառակ դեպքում անընդհատ կարիք է լինում մի փոքր ավելացնել։ Ահա, խճողակը նույնպես բերեցինք մեջտեղ սեղանի վրա, սառնարանում դրված մնացել է, ավելի է համեղացել և սկսում ենք պատրաստել։ Վերցրել եմ այս գեղեցիկ տապակամանը կեքսի, այսինքն մենակ քաղցրեղենի համար չի այս գեղեցիկ ամանները, կեքսերի կամ տորթերի կամ ժելեների պատրաստելու համար, բանից պարզվում է մենք կարող ենք նաև գեղեցիկ ուտեստներ պատրաստել այս գեղեցիկ ամանի մեջ։ Ինչու էի ասում աշխատեք ավելի երկար վերցնել, որովհետև հիմա մենք պիտի դրանով փակենք շերտը, ցույց կտամ այժմ, իսկ մեզ մի քիչ տարածություն է պետք, դրա համար ինչքան հնարավոր է երկար սմբուկներ։ Ես երկրորդ շերտը ներսի կողմից ավելացրի, սա էլ չի խանգարի, կարող եք նաև այսպես վարվել։ Ավելացնում եմ ամբողջ այս խճողակը, շատ լավ բավականացնում է, շատ այսպես տրուզ, համեղ ուտեստ է ստացվում, որը կարող եք և տաք վիճակում մատուցել և սառը վիճակում, որովհետև պատրաստված է բուսայուղով և համերը շատ գեղեցիկ ձևով իրար հետ համադրվում են։ Վերցրել եմ մի կտոր անալի պանիր, տնական, փափուկ, յուղալի պանիր է, դուք ինքներդ էլ կարող եք այդպիսի պանիր օգտագործել, ամբողջ մակերեսով տարածեցինք և այժմ սկսում եմ հավաքել այս մեր շքեղ ուտեստը։ Սմբուկի ծայրերը հավաքում ենք դեպի կենտրոն, եթե կարճ է, տեսնում եք, վերևի շերտերը շատ ավելի երկար են ստացվել, այնպես որ դասավորելով, փակելով պանրամասը, գեղեցիկ ձևով այսպես հավաքում ենք ամբողջ մեր ուտեստը։ Այսպես սիրելիներս, այժմ դնում ենք ջեռոց 15-20 րոպե 180 աստիճանում տաքանալու համար։ Ահա պատրաստ է, տեսեք ինչպիսի տեսք ունի, բայց հիմա դուք կտեսնեք այս ամբողջ շքեղությունը։ Մատուցվող ափսեին դնում եմ միանգամից այս կաղապարի վրա, շրջում եմ և հիմա տեսեք, թե ինչպիսի գեղեցիկ պատկեր ունենք։ Ասեք, որ շատ գեղեցիկ է, իսկապես գեղեցիկ և շատ համեղ ուտեստ ստացվեց, կարելի է և տոնական օրերին պատրաստել և ամենօրյա ձեր գեղեցիկ սեղանների ընտանեկան ճաշերի ժամանակ այսպիսի գեղեցիկ տեսքով ուտեստ պատրաստել։ Եվ այժմ արդեն կտրելու ժամանակն է, հիմա կտեսնեք, թե ներսից ինչպիսի գեղեցիկ տեսք ունի, շատ լավ երևում են բոլոր բաղադրիչները, և սունկը, և գազարը, և հավի միսը, ահա, արդեն տեսեք ներսի կողմից ինչպիսի գեղեցիկ պատկեր ունենք։ Մի խոսքով սիրելիներս, ես պատրաստեցի այս շատ համեղ ուտեստը, ձևավորեցի այս կաղապարի մեջ և այժմ ինձ մնում է կրկին անգամ շնորհակալություն հայտնել համբերությամբ իմ տեսանյութերը դիտելու ձեր ջերմ ու գեղեցիկ մեկնաբանությունների համար։
ցտեսություն։